Պարոն Հաշմյան, ըստ էության արդեն 2 դատական նիստ գրեթե ամբողջ օրով, ոչ թե գրեթե ամբողջ օրով շարունակվել է, դեռ չենք հասել հենց բուն միջնորդության փուլին։ Եթե ամփոփելու լինենք այս 2 օրերի միջնորդությունները կարճ, որպեսզի քանի որ հերթադող չի կարող էլի ամբողջ 2 օրին հետևել, ինչ հարցեր են քննարկվել, ինչ հիմքերով, հնարավորինս կարճ։ Դավիթ Հարությունյանի կողմից բացառքի միջնորդություններ են ներկայացվել խորհրդի բոլոր անդամներին, յուրաքանչյուրի մասով համապատասխանաբար իր մեկնաբանություններով եւ փաստարկներով, որոնց վերաբերյալ բոլորի վերաբերյալ կայացվել է միջնորդությունները մերժելու մասին որոշումներ։ Որոշումների պատճառաբանությունները թերևս մասնակի հրապարակվեցին նախագահողի կողմից դատական նիստի ընթացքում։ Այս բանը կարող եմ ասել, որ խորհրդի անդամների եւ խորհրդի կողմից ընդհանրապես տրամադրված երաշխիքների առումով մենք գտնում ենք, որ դրանք բավարար չէին եւ միևնույն է գտնում ենք, որ չնայած կայացվել են դատական ակտերը համապատասխան միջնորդությունները մերժելու մասին, մենք գտնում ենք, որ համապատասխան պարոն Հարությունյանի կողմից ներկայացված հիմնավորումներով ու պատճառաբանություններով դրանք ենթակա են իրականում բավարարման եւ հետեւաբար նաեւ համապատասխան անձիկ չպետք է հանդես գային դատավորի կարգավիճակում պարոն Հարությունյանի կարգապահական վարույթի շրջանակներում։ Եվ եթե կարելի է մի քիչ մատչելի այդ մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դավիթ Հարությունյանի դիմումի եւ այս ԲԴԽ-ի անդամների այս տեսեք, հետո մեկ իրավիճակ է ստեղծվել, որը կասկածի տակ է դրել խորհրդի անաչառությունն ու անկախությունը ընդհանրապես, այսինքն անկախ խորհրդի անդամների կազմից եւ այլնից, այսինքն խորհուրդը որպես ինստիտուտ, այս պայդրությամբ մեր գնահատմամբ Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթը քննելու տեսանկյունից որպես դատարան, որպես տրիբունալ հանդես գալ չի կարող կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով, հետեւյալ պատճառաբանություններից մեկով, ձեր հարցրածով, հետեւյալ իրավիճակն է տեղի ունեցել, դե երևի թե հիշում եք, որ 2 գանգատեր ներկայացվել Եվրոպական դատարան Դավիթ Հարությունյանի անունից, համապատասխանաբար գանգատները միացվել են մեկ վարույթի շրջանակներում եւ իրականացվում է քննություն, այս պահին Եվրոպական դատարանը գտնվում է կոմունիկացիայի փուլում, մասնավորապես դա նշանակում է, որ ակտիվ գրագրություն է տեղի ունենում բողոքաբերի, այսինքն մեր եւ կառավարության դատարանի հետ միասին։ Հիմա այս գրագրության արդյունքում մեզ հասանելի է դարձել մեկ փաստաթուղթ, որով որ բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան իր կողմից կայացրած 2 որոշումների վերաբերյալ դիրքորոշումներ է ներկայացրել, գնահատականներ արձանագրել, վերլուծություն է կատարել եւ ներկայացրել միջազգային իրավական հարցերով ուրեմն ներկայացուցիչի գրասենյակ, ով իր հերթին այդ նույն գնահատականները, վերլուծությունները օգտագործելով իր դիրքորոշման մեջ եւ դրանց վրա հղում կատարելով եւ դրանք կցելով իր դիրքորոշմանը, ըստ էության դրանք մաս դարձնելով իր դիրքորոշմանը, ներկայացրել է Եվրոպական դատարան։ Հիմա մեր մոտ ստեղծվում է մի իրավիճակ, երբ մենք ունենք 2 վարույթ այս պայդրությամբ, մեկը Եվրոպական դատարանում, մեկը Բարձրագույն դատական խորհրդում, Եվրոպական դատարանում Բարձրագույն դատական խորհրդի կողմից ներկայացված գրագրությունը, դիրքորոշումները, գնահատականները, վերլուծությունը փաստացիորեն նույնացվում են պատասխանող կողմի դիրքորոշումների հետ, այսինքն Բարձրագույն դատական խորհուրդը մեկ վարույթով հանդիսանում է մեզ պատասխանող կողմ որպեսի պայմաններում մեր խորին համոզմամբ եւ կարծում եմ նաեւ տրամաբանորեն խորհուրդը չի կարող երկրորդ վարույթով կամ որևէ այլ վարույթով հանդիսանալ Դավիթ Հարությունյանի գործով որպես դատարան։ Հակառակ տրամաբանությունը կհուշի, որ պայմանական ես եւ դուք եթե մեկ գործով հայցվոր եւ պատասխանող լինեինք, ձեր երկրորդ գործով ես դատավոր լինեի, իմ կարծիքով ձեր մոտ կասկածներ կառաջանային իմ անաչառության եւ անկախության վերաբերյալ։ Մեկ խորհուրդը ոչ միայն Եվրոպական դատարանին է հասանելի դարձրել այդ դիրքորոշումը, այլ իր որոշումներով արձանագրել է, հետեւաբար կարծես թե այս մասով դատավարական հակառակորդ կգալեք նրան, թե ինչ մեկ այնքան հրապարակային այդ կարծիքը հայտնել է եւ փաստացի այլ դատարան իրոք հնարավոր չի ստեղծել, այլ խորհուրդ հնարավոր չի ստեղծել, այսպես ասենք, բա ինչ անել այս։ Հետևյալ իրավիճակն է, ոչ թե, տեսեք, եթե խոսքը գնար նրա մասին, որ խորհուրդը մեջբերած լիներ իր որոշումները միայն, ասեր այսինչ թվականին ու այսինչ թվականին ես կայացրել եմ այսինչ որոշումը ու այսինչ որոշումը, այս էլ որոշումների օրինակ մեջբերումները, դա խոշորաշուտ խնդրահարույց չէր լինի, որովհետև ճիշտ եք ասում, խորհուրդը ընդհանրապես տրամադրած կլներ տեղեկատվություն։ Սակայն մեզ հասանելի դարձած 2 գրությունով իրավիճակը մի փոքր
գրությունները այլ է, հա, այդ գրություններով բարձր դառնում, որ խորհուրդը ոչ միայն տրամադրել է ձեր կողմից ասած այդ համապատասխան որոշումները ու դրանցից մեջբերումներ կատարել, այլ նաև ինչ որ վերլուծություններ է կատարել, տարբեր գործերի հետ է համեմատել, ինչ որ հավաստումներ է ներկայացրել, որ չէ օրենսգրքի պահանջներին համապատասխան է իրականացվել քննությունը եւ այլն եւ այլն։ Այս հավաստիացումները, գնահատականները, վերլուծություններն են, որ այդ գրությունները դարձնում են խնդրահարույց։ Սա այդ մասով եւ երկրորդ հարցի երկրորդ մասի վերաբերյալ թե ինչ անել են պայմաններում, երբ որ խորհուրդը այլ խորհուրդ չկա, այլատյան չկա, իրավունքի գերակայության պարզագույն սկզբունքից ելնելով պետք է կայացվի համապատասխանաբար անձի համար առավել բարենպաստ դատավարական ելք ունեցող դատական ակտը, այս դեպքում կարգապահական վարույթի կարճումը եւ Դավիթ Հարությունյանի նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին որոշումները։ Այսինքն վերանայման ինստիտուտը իմաստազոր կա, կամ չգիտեմ, իրավունքի խախտման փաստ արձանագրվեց, վերականգնել ստացվում է տենց։ Չէ, չի ստացվում, տենց մեր գործում է տենց ստացվում, որովհետև մեր գործում է, որ խորհուրդը այդպիսի դիրքորոշում ներկայացրել է Եվրոպական դատարանին, եթե այդպիսի դիրքորոշում չլներ կոպիտ ասած եւ համապատասխանաբար բացարկի միջնորդությունները մերժվեն, դրանից հետո հավելյալ հարց որպես այդպեսին չէր բարձրացվելու։ Բայց նկատի ունենալով այս բոլորը, նկատի ունենալով Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչի դիրքորոշումները, դրա հիմքում դրված խորհրդի պարզաբանումները, գնահատականները եւ այլն, այո, մենք ունենում ենք իրավիճակ, երբ որ խորհուրդը ինքն իրեն այդ գրություններով իմ համոզմամբ զրկել է այն երաշխիքներից, որոնց որ պետք է համապատասխանել կոնվենցիայի իմաստով։